Բարև ձեզ, ես Աննա Մարիան եմ, Աննա Մարիա Հայրապետյան։ Ուզում եմ ասել, որ մի տարի առաջ Տեր Հիսուս Քրիստոսը ինձ դրեց ծառայության, ինձ տվեց ծառայություն։ Եվ ես Աստվածաշնչում գրված այն զավակներից մեկն եմ, ում վրա, որ վերջին օրերին պետք է իջներ Սուրբ Հոգին, և նրանք սկսեին երազներ տեսնել, տեսիլքներ տեսնել, այսինքն մարգարեանալ, դառնալով վերջին օրերի մարգարեները։ Այն ամենը, ինչ որ ես խոսում եմ և մյուս մարգարեացող զավակները, այդ ամենը կա Աստվածաշնչում, բայց ինչու է Աստված մեզ ընտրում հիմա, որպեսզի մենք խոսենք ավելի մանրամասն, փոխանցենք նրա խոսքը այս վերջին օրերի մասին և օգնենք, որպեսզի Աստծո զավակները արթնանան և արթուն կենան, քանի որ շատ կարճ է մնում Տիրոջ գալուն։ Մենք ապրում ենք հենց այդ վերջին օրերում։ Այսօր 23 ապրիլի 2025 թվական ու Տիրոջ կամքով, Տիրոջ ուղորդմամբ ես խոսքս, խնդրանքս ուղղում եմ հայ առաքելական եկեղեցու քահանաներին, հոգևոր հայրերին, Աստծո որդիներին, Աստծո ծառաներին, ովքեր իրենց կյանքը նվիրել են Աստծուն և նրա զավակներին ծառայելու։ 2024 թվականից սկսած մինչև հիմա ինձ Տեր Հիսուս Քրիստոսը երազներով, տեսիլքներով, հայտնություններով ցույց է տվել, թե ինչ է սպասվում Հայաստանի։ Եվ Տերը ինձ ասել է, որ հայերը իր համար յուրահատուկ դեր ունեն և այն, որ մենք մինչև հիմա դեռ քրիստոնյա ենք, դա Տիրոջ կամքն է եղել։ Եվ նա է ընտրել մեզ, որպեսզի մենք լինենք առաջին քրիստոնյան, և նա է մեզ պահել ամենադժվար վիճակներում, որպեսզի մենք շարունակենք մնալ քրիստոնյա։ Մենք ընտրյալ ենք Աստծո կողմից, ընդունեն դա շատերը, թե ոչ, ես խոսում եմ այն, ինչ ինձ Սուրբ Հոգին է ասել, մենք ընտրյալ ենք Աստծո կողմից։ Եվ այն, որ մինչև հիմա կանք, դա միայն Աստծո ողորմածությունն է և կամքը։ Ես իմ խնդրանքով դիմում եմ մեր հայ առաքելական եկեղեցուն և ասում եմ. Տիրոջ կամքն է, որպեսզի դուք ամեն ինչ անեք, օգտագործեք այս կարճ ժամանակը, որ մենք ունենք, որպեսզի դարձի բերեք հայ ժողովրդին, հայ քրիստոնյաներին, ովքեր անունով քրիստոնյա են, հավատքով, կրոնով քրիստոնյա են, բայց Աստծուց շատ են հեռացել և չեն ապրում Աստծո կամքով, չեն խոնարհվում Աստծո կամքին, չեն գնում Տիրոջ հետևից։ Տեր Հիսուս Քրիստոսը ինձ բառերով, շատ պարզ բառերով ասաց. ես ձեզ ժամանակ եմ տալիս։ Այն, ինչ սպասվում է մեզ, ամենասարսափելին է։ Բայց Տերը ասաց. ասա իմ զավակներին, ասա, որ ես ձեր կողքին եմ։ Ես ձեզ չեմ թողնի։ Ես ձեզ կփրկեմ։ Ես փոխանցում եմ այն խոսքերը, որ լսել եմ Սուրբ Հոգուց։ Ես ձեզ կփրկեմ։ Միայն թե թեքվեք դեպի ինձ, միայն թե ինձ նայեք։ Ես փոխանցում եմ բառացի այն խոսքերը, որ ինձ ասել է Հիսուս Քրիստոսը։ Կհավատաք թե ոչ, դա ձեր ընտրությունն է։ Խնդրում եմ ձեզ, շատ սիրելի, շատ հարգելի եկեղեցու սպասավորներ, խնդրում եմ ձեզ, դուք, որ ծառայում եք մեր Աստծուն, մեր Սուրբ Երրորդությանը, մեր Հիսուս Քրիստոսին, դուք, որ ծառայում եք մեր ժողովրդին, ես որպես առաքելական եկեղեցու զավակ, բայց առաջինը որպես Հիսուսի զավակ, ձեզ խնդրում եմ, շատ կարճ ժամանակ է մնացել։ Սատանան ուզում է իր վերջին նպատակին, երազանքին հասնի։ Նրա նպատակն է բնաջնջել հային, հայկական հետքը վերացնել հայ հողից, որը որ Աստծու ընտրությամբ է եղել
այս հողը մերն է, մեզ է պատկանում։ Եվ Տիրոջ կամքով է ու օրհնությամբ է դա։ Ու սատանան դա գիտի, թե ով ենք մենք Աստծու համար, եւ նրա նպատակն է ջնջել, վերացնել, բայց նրա նպատակն է ձեռքը հասցնել մեր եկեղեցուն, ոչ թե շինությանը, այլ եկեղեցուն, մեր քրիստոնեությանը, մեր հավատին, եւ նաեւ ձեռքը հասցնել այն հոգևոր, բայց նյութական գանձերին ու արժեքներին, որ դարեդար պահվում են հայ եկեղեցում։ Հակաքրիստոսն է գալի շուտով իշխանության։ Ինչ եք կարծում։ Հակաքրիստոսը, որ սատանայի մարմնավորված զավակն է, ինչ եք կարծում, նա անցնելու է առաջին քրիստոնյա ժողովրդի եւ երկրի կողքով։ Ոչ։ Ինչեր էլ որ նա անի հիմա աշխարհում իր ծառաների ձեռքով։ Եվ հետո երբ գա իշխանության, միևնույն է, նրա նշանակետում գտնվում է հայը, Հայաստանը եւ հայ եկեղեցին։ Եվ մեզ շատ են փորձելու խաբել քաղցր խոսքերով, բայց դա լինելու է հենց սատանան իր ծառաներով, որովհետև նրան պետք է, որ ինչ գնով էլ, ինչ կերպով էլ լինի, հայտնվի Հայաստանի ներսում եւ ձեռքը դնի հայ եկեղեցու վրա։ Դուք կարող եք չհավատալ, աղոթեք Տիրոջը, նա ձեզ ցույց կտա, կհաստատի, որ իմ խոսքերն իրենից են։ Խնդրում եմ ձեզ, իմ ողջ հարգանքով, սիրով, խնդրում եմ ձեզ, հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, փորձեք կանչել մարդկանց ապաշխարության, ձեր ձայնը նրանք ավելի շատ են լսում, քան իմը, խնդրում եմ ձեզ, Աստծուն պետք է, որ հայ ժողովուրդը ապաշխարի եւ նա մեզ կփրկի, նա բառացի ինձ ասել է, ես ձեր կողքին եմ, ես ձեզ կփրկեմ եւ տալիս եմ կարճ ժամանակ, միայն թե դարձեք դեպի ինձ եւ ինձ նայեք, խնդրում եմ ձեզ, հայ ազգին, կոչ հարեք, կանչեք, ապաշխարության, դուք դա կարող եք, դա է ամենակարևորը հիմա, որ հայ ժողովուրդը ապաշխարի եւ ընդունի իր Աստծուն Սուրբ Երրորդությանը ճշմարիտ կերպով։ Կանեք, դա Աստված տեսնում է, չեք անի, նորից Աստված տեսնում է։ Այսքանը։